Հանրային ձայն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին, ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության պաշտոնյաներին, ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտին և բոլոր առնչվող վերահսկող մարմիններին, խնդրելով իրեն շնորհել քաղաքական ապաստան, մերժել Հայաստանի արտահանձնման պահանջը կամ իր արտաքսումը որևէ այլ երկիր։ Ըստ Ղուկասյանի, իր խնդրանքը պարզապես իրավական հարց չէ, այլ կյանքի և մահվան հարց է, ինչպես նաև փորձություն ԱՄՆ-ի համար պաշտպանելու այն անձանց, ովքեր բախվում են քաղաքական հետապնդման վտանգին։ Ղուկասյանը ծավալուն նամակում հիշատակել է Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը, ինչպես նաև նույն օրը Սանկտ Պետերբուրգի հայկական հյուպատոսության զուգարանում արցախցի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին մահացած հայտնաբերելու փաստը։ Հարգելի պաշտոնյաներ, սույն նամակը եւս մեկ վկայությունն է այն դառը իրականության, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու կյանքն ու արժանապատվությունը գրեթե որևէ արժեք չունեն, հատկապես այն դեպքում, երբ խոսքը քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց մասին է։ Նույն օրը տեղի ունեցած այս երկու մահերը դժվար է դիտարկել որպես պարզապես պատահականություն, դրանք ավելի շուտ արտացոլում են Հայաստանի ներկայիս ղեկավարության համակարգված գործողությունները, ընդդիմախոսներին ու քննադատներին լռեցնելու նպատակով թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս։